Բարեկամներ ողջույն, այնինչ Ֆրանսիայի արդարադատությունը քիչ առաջ իրականացրեց, դա բացառիկ է, բացառիկ գուցե եւ դաս է որոշ երկրների համար, ովքեր խոսում են արդարադատությունից, խոսում են, բայց գործնականում էական քայլեր չեն անում։ Տեսնես որ երկրի մասն ենք խոսում։ Հիմա պարզ կլինի։ Այսպիսով Ֆրանսիական դատարանը ծայրահեղ աջ ազգային միավորում կուսակցության առաջնորդ ձեզ քաչ հայտնի Մարին Լե Պենին մեղավոր ճանաչեց Եվրամիության միջոցները չարաշահելու մեջ։ Դատարանը նաև որոշեց, որ Լե Պենը չի կարողանալու առաջիկա 5 տարվա ընթացքում մասնակցել ընտրություններին եւ 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին եւս չի կարողանալու մասնակցել։ Լե Պենը իդեպ ասենք, որ ֆավորիտ էր համարվում ընտրություններին եւ Մակրոնի մրցակիցներ նաեւ նախորդ ընտրություններում, բնականաբար Լե Պենը դատարանի այս որոշումը անվանում է քաղաքական եւ չի ընդունում իրեն հասցեագրվող մեղադրանքները։ Դատարանը նաեւ Լե Պենին դատապարտեց 4 տարվա ազատազրկման, որոնցից 2-ը պայմանական, իսկ մնացած 2-ի դեպքում նա պարտավոր է էլեկտրոնային ապարանջան կրել։ Նե ֆրանսիական արդարադատությունն է։ Բացի այդ, քաղաքական գործիչը առնվազն 100,000 եվրո տուգանք պետք է վճարի։ Լե Պենը դատարանը լքել էր իր գործով դատավճռի հրապարակումից առաջ, իդեպ ասենք, որ Ֆրանսիայի օրենսդրությունը այո, դա թույլ է տալիս։ Դատավճռից հետո արդեն ֆրանսիական հեռուստաընկերության թված հարցազրույցում Մարին Լե Պենը հայտարարեց իր անմեղության մասին եւ 2027 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու արգելքը որակեց որպես քաղաքական որոշում, որը նպատակ ունի կանխելու իր նախագահի պաշտոնում առաջադրվելը, գուցեև ընտրվելը։ Նա ասաց, որ օրենքի գերակայությունը լիովին խախտվել է եւ խոստացել է բողոքարկել դատավճիռը հնարավորինս շուտ, իդեպ դրա մասին եւս խոսելու ենք։ Մարին Լե Պենը հայտարարեց հետևյալը, մեջբերեմ. Ես հեռացվեցի, բայց իրականում միլիոնավոր ֆրանսիացիներ զրկվել են իրենց ձայներից, քանի որ կորցրել են իրենց թեկնածուին, ասել է հարցազրույցում Մարին Լե Պենը եւ այդ որոշման օրը դատարանի վճռի հրապարակման օրը անվանել տխուր օր ժողովրդավարության համար։ Ասենք նաև, որ Մարին Լե Պենը նաև հավելել է, որ չի դիմելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ներման խնդրանքով, քանի որ վստահ է, որ վերաքննիչ դատարանը անաչառ կլինի եւ իր գործը քննելիս նրան անմեղ կճանաչի։ Այստեղ պետք է ասենք, որ Մարին Լե Պենը սխալվում է, բայց հասկանանք մինչ վերջնական որոշումները, հասկանանք ինչու են մեղադրում տիկին Լե Պենին։ Այսպիսով, մեղադրող կողմի պնդմամբ 2004-2016 թվականների ընթացքում Լե Պենը եւ նրա կուսակցության ղեկավարության մյուս անդամները ֆիկտիվ կերպով փորձել են օգնականների, այսպես ասած, գործառույթներ իրականացնել Եվրոխորհրդարանի անդամներ լինելու համար, մի քիչ ծանոթ իրավիճակ է, չէ՞, Հայաստանում, որ փող են դուրս գրում, իբր մասնակիցներ կան պետք է իրենց քարոզարշավը անեն, բայց իրականում այդ մարդիկ աշխատանքի չեն գնում, կարճ ասած։ Այս Եվրոխորհրդարանի падգամավորների օգնականները հազվադեպ էին հայտնվում Եվրոխորհրդարանում եւ հիմնականում աշխատում էին որպես կուսակցական աշխատակիցներ ազգային մակարդակով իրենց շահերի համար։ Այսպիսով, մեղադրող կողմը կարծում է, որ Եվրոմիության միջոցներից մոտ 3 միլիոն եվրո է յուրացվել, աստվածին։ Էլի ծանոթ դրվագներ են, չէ՞, հենց ոչ վաղանցյալում մենք կարծես տենց բաների մասին անգամ խոսել ենք, բայց հետաքրքրությունը ֆրանսիական սկսվել էր 2016 թվականի վերջին, երբ Ֆրանսիայի արդարադատության նախարարությունը անուններ էր հրապարակել, որոնք Լե Պենի օգնականների շրջանում էին, ովքեր 2004-2017 թվականների ընթացքում Եվրոխորհրդարանի անդամներ էին։ Դատավարությունը սկսվել էր սեպտեմբեր ամսին։ Մեղադրող կողմը պահանջել է Լե Պենի համար 5 տարվա ազատազրկում, որից 3-ը պայմանական, 300,000 եվրո տուգանք էին նաև նախատեսում եւ 5 տարվա արգելք ընտրություններին մասնակցելու համար։ Ավելին, դատախազը նաև նշել է, որ ընտրություններին մասնակցելուց զրկելը պետք է ուժի մեջ մտնի անմիջապես, առանց որևէ վարկյան սպասելու։ Գիտեք ինչ նա հետաքրքիր, որ Լե Պենը դատավարության process-ի ժամանակ հիվանդության թուղթ չբերեց, ինքնաբարձակ, չգիտեմ ինչ-որ sense վիճակներ չեղավ, այն process-ները, որ մենք ամեն օրը խայտառակ իրականության մեջ մենք տեսնում ենք։ Ոչ, գնացին, հրապարակեցին արագ եւ որակով, ինչպես ասում են։
Քաղաքական գործունեության այս անհապաղ արգելքը, որը կիրառվեց Լեպենի նկատմամբ, վերջերս հաստատվել է Ֆրանսիայի սահմանադրական դատարանի կողմից, հիշում եք, մի քիչ առաջ ասացի, որ նա բողոքարկում էր, եւ Լեպենը մեղադրեց դատախազներին իր քաղաքական մահը իրականացնելու մեջ, ասում են սա քաղաքական պատվեր է եւ այլն, բայց սահմանադրական դատարանը անդրդվելի էր։ Կրկին, արդարության համար ասենք, որ Լեպենը իհարկե ձեռքերը ծալած չէր նստում, նա բոլոր հնարավոր ատյաններով բողոքարկում էր դատարանի այս վճիռը, սակայն ինչպես ժամեր առաջ արդեն պարզ դարձավ, վերջնական է որոշումը։ Ֆրանսիայի բարձրագույն վարչական դատարանը պետական խորհուրդը մերժել է Աջակողմյան առաջնորդ Մարին Լեպենի կողմից ներկայացված հայցը, որպեսզի չեղարկեն այդ ամենը, եւ իր հայցում քաղաքական գործիչը վիճարկել է ընտրական կանոնները, որոնք կարող են խանգարել նրան վերընտրվել խորհրդարանում եւ մասնակցել ապագա նախագահական ընտրություններին։ Իր հայցադիմումում Լեպենը պնդում է, որ կոռուպցիայի, խարդախության կամ պետական միջոցների չարաշահման մեջ դատապարտված անձանց ընտրություններին մասնակցելու արգելքը խախտում է իր քաղաքական իրավունքները, բայց ելի եմ ասում, վերջնական է որոշումը։ Ֆրանսիայի բարձրագույն վարչական դատարանը պետական խորհրդով մերժեց Մարի Լեպենի հայցը։ Եվ ընկերներ, այս ամենը լսելով, ինչ եք զգում հիմա, ինչպես է ասոցացվում այս գործառույթը հայկական իրականության հետ, ահա եւ ֆրանսիական արդարադատություն, մենք հաճախ ենք համեմատվում Եվրոպայի հետ, տեսեք ինչ արեցին։ Ինչ է զգում հայ մարդը ընդհանրապես երբ այս ամենը լսում է եւ դիտում։ Ավելին ասեմ, չգիտես ինչու այս եղելությանը առանձնապես անդրադարձ չեն կատարել մեր լրատվականները։ Տեսնես ինչու հանկարծ։ Մարի Լեպեն, հայտնի քաղաքական գործիչ, ով մեծ հաշվով իշխանության ղեկին չի եղել, այո, բարձր պաշտոններ զբաղեցրել է, բայց նախագահ հավակնել է, բայց չի արժանացել այդ տիտղոսին։ Մարդը, ում օրոք Փարիզի կենտրոնում ոչ ոք չի գնդակահարվել, այն էլ բանակի ներգրավմամբ, ասենք գարնան առաջին օրը Մոլեն Ռուժի դիմաց Ելիսեյան պարտեզներում մի 10 հոգի գնդակահարվել։ Պատկերացրեք ինչ կլիներ Ֆրանսիայում, կամ պատկերացրեք Լեպենի օրոք հանկարծ ցնորամիտ մարդիկ հայտնվեին, ովքեր զինված ներխուժեին Ելիսեյան պալատ եւ գնդակահարեին ֆրանսիական քաղաքական վերնախավին, կամ ուրիշ բան չեմ ասում, այս երկու օրինակը արդեն բավական է, բայց ոչ, այդ ամենը չի եղել է ինչ-որ 300,000 եվրոյի հարց, մասնակցել են, չեն մասնակցել, շորթել են, չեն շորթել, կամավոր էին, դեպուտատ էին, պատգամավոր էին, այս հարցի միայն քննարկման դատարանը վճռեց վերջ, այս բաները արել եք, դուք չեք կարող մասնակցել ընտրություններին, այն էլ նախագահի պաշտոնին հավակնել։ Սա է ձեզ ֆրանսիական իրականությունը, իսկ դուք ասում եք Ֆրանսիա, Հայաստան, շատ բան եմ հիմա ուզում ասել, բայց կարծում եմ համեմատականները հասկացաք, առաջարկում եմ մտածել այդ ուղղությամբ։